Մարտը հաստաղիկի քաղցկեղի իրազեկման մասինն է, հիվանդության զարգացման պատճառների մասին կզրուցենք Իզմիրյան բժշկական կենտրոնի բժիշկ պրոկտոլոգ Ռուբեն Թադևոսյանի հետ։ Բարև ձեզ բժիշկ։ Բարև ձեզ։ Մեր զրույցը սկսենք հաստաղիկից։ Ինչն է հանդիսանում հաստաղիկի քաղցկեղի առաջացման պատճառը։ Շնորհակալություն հրավերքի համար։ Տեսեք, հաստաղիկի քաղցկեղի առաջացման պատճառը առաջի տեղում եւ ամենահաճախ հանդիպողը դա պոլիպներն են, հաստաղիկի պոլիպներն են, որոնք իրենցից ներկայացնում են բարորակ գոյացություններ, որոնք ժամանակի ընթացքում, եթե չեք հեռացնում կամ դինամիկ հսկողություն չենք սահմանում, մեծանալով վեր են ածում չարորակ գոյացությունների։ Պոլիպները ունեն տեսակներ, այսինքն վտանգավոր տեսակ, որը կարող է հետագայում վերածվել քաղցկեղի։ Տեսեք, այո, վտանգավորությունը ավելի շատ կապված է չափսերի հետ, պոլիպի չափի հետ։ Երբ որ կատարվում է կոլոնոսկոպիա, հայտնաբերում ենք պոլիպներ, կան փոքր 1, 2, 3, 4 մմ-անոց պոլիպներ, որոնք վտանգավոր չեն, վտանգ չեն ներկայացնում։ Այսինքն դրանց կարելի է կամ հեռացնել, կամ պարզապես դինամիկ հսկողություն սահմանել 2 կամ 3 տարի հետո նորից հետևել, նայել։ Կամ պոլիպները, որոնք արդեն թե 1.5-2 սանտիմետրից արդեն մեծանում են, արդեն վեր են ածվում թավիկավոր պոլիպների, այսինքն փոքրները դրանք իրենց գլխիկը հարթ է, մեծանալով վերածում թավիկավոր, թավիկներ են նմանվում։ Նրանք արդեն իրենցից վտանգ են ներկայացնում, հայտնաբերելու պարագայում նրանք պարտադիր պետք է հեռացվեն։ Ինչն է հանդիսանում պոլիպների առաջացման պատճառը։ Տեսեք, առաջացման պատճառը ասել այնքան դժվար է, չեմ կարող ասել ինչ որ կոնկրետ այդպիսի տեսություն չկա, կոնկրետ այդպիսի տեսություն։ Դա հիմնականում հիմա ավելի շատ հաճախ կապում ենք սննդի հետ, քանի որ հիմիկվա սնունդը ավելի շատ հարուստ է քիմիական այդ նյութերն են շատ, չհագեցած ճարպաթթուներ եւ այլ, ավելի շատ երևի սննդի հետ կապ ունեն դրանք։ Եվ իհարկե նաեւ կա նաեւ ժառանգական ֆակտորը, անպայման ժառանգական ֆակտորն էլ գոյություն ունի նաեւ պոլիպների հետ կապված, որը նույնպես եթե ընտանիքում կամ ինչ որ բարեկամների մոտ եղել է, պարտադիր պետք է սկրինինգ արվի։ Սկրինինգային ծրագրերի որ տարիքից պետք է դիմեն մարդիկ։ Տեսեք, հիմնականում մեր մոտ 45 եւ բարձր հիվանդները, երբ որ դիմում են մեզ, երբ որ ունեն գանգատ, պրոկտոլոգիական, էական չի։ Դա կլինի ցավ, դա կլինի արյունային արտադրություն, եթե նույնիսկ խնդիրը արդեն ակնհայտ է, օրինակ ենթադրենք թութք է կամ ճաք է, կապ չունի 45 եւ բարձր, եթե կա գանգատ, պարտադիր արվում է կոլոնոսկոպիա։ Իսկ պրոֆիլակտիկայի ամբողջ աշխարհում ընդունված ամենահավաստի տարբերակը դա կոլոնոսկոպիան է։ Տեսեք, կան այլ անալիզներ, տեստեր, թաքնված արյան, կալպրոտեին, սպիտակուցների հայտնաբերման, դրանք նույնպես սկրինինգային մեթոդներ են, բայց հավաստի չեն 50-50։ Ամենահավաստին դա կոլոնոսկոպիան է, որի ժամանակ եթե հայտնաբերվում է պոլիպ, իսկ պոլիպը հեռացվում է։ Նախնական ինչ-որ նշաններ կան, որ մարդուն կհուշեն խնդրի առկայության մասին։ Երբ որ հիվանդը դիմում է 50 անց, մենք միշտ ասում ենք, ցանկալի է անել։ Եթե գանգատել չունեք, պարզապես 50 անց, գանգատել պարզապես արեք կոլոնոսկոպիա հանգստության համար։ Իսկ նախանշանները, տեսեք, ինքը հաստաղիկի քաղցկեղը, երբ որ սկսում է արդեն կլինիկա ցույց տալ, ցավոք արդեն ինքը ինչ-որ մեծանումի չափի է հասնում։ Փոքր քաղցկեղները համարյա կլինիկա չեն ունենում, այսինքն պետք է ինքը մեծանա, աղիքի լուսանցքը սկսի նեղացնել, սկսվի քայքայվել, որ լինի արյունահոսություն, անանցանելիության նշան, ցավեր։ Դրա համար միշտ ասում ենք, եթե կա թեկուզ թեթև գանգատ, փքվածություն, ցավ, արյունային արտադրություն, միանշանակ ճիշտ է անել կոլոնոսկոպիա։ Ավելի շատ հիվանդությունը կանանց թե տղամարդկանց մոտ է հանդիպում։ Հավասար է հանդիպում հիվանդությունը, այդպիսի բան չկա, բայց ցավոք ավելի շատ երիտասարդանում է վերջի տարիներում։ Ավելի հաճախ ենք սկսում հանդիպել երիտասարդների մոտ, որը ի տարբերություն արդեն տարեց մարդկանց ավելի ագրեսիվ ընթացք է ունենում։ Ավելի արագ է աճում, ավելի արագ է տարածվում։ Այսինքն երիտասարդները ինչ-որ նշաններից ելնելով գայսից ստուգում։ Այո, եթե կա արյունային արտադրություն, տեսեք, շատ ժամանակ ինչ է լինում, օրինակ, ամենամեծ սխալը, որ արվում են բաց թողումը, երբ որ լինում է հետանցքից արյունային արտադրություն, ակամայից բոլորը մտածում են թութքի մասին։ Արյուն է գալիս, ուրեմն գեմառոյա, թութք է, չէ՞։ Բայց մոռանում ենք, որ այլ խնդիրներ կան։ Մոռանում ենք, որ ուղիղակի ուռուցքի ժամանակ էլ կարա ալկալմիր գույնի արյուն լինել, որ ուղիղակի ուռուցքի ժամանակ էլ կարա ինքը անցավ լինի, ցավ չլինի։
Դրա համար միշտ խորհուրդ ենք տալիս, եթե կա գանգատ, այցելում են պրոկտոլոգի մոտ, կատարվում է զննում, կարիքի դեպքում կարվում է կոլոնոսկոպիա։ Հիմնական ամենաառաջինը դա բժշկի այցելելն է, ինքնաբուժմամբ չզբաղվել։ Դե նախքան բժշկի այցելելը, երբ որ մարդիկ ունեն որովայնի փքվածություն կամ ցավ այդ շրջանում, դա հուշող նշան է։ Իհարկե, հուշող նշաններից մեկն է, այո, փքվածություն, որովայնի ցավ, այցելում են բժշկի, կատարվում է սոնոգրաֆիա, կոլոնոսկոպիա, փառք Աստծո, հիմա կոմպյուտերային տոմոգրաֆիա, որ ամենափոքր չնչին խնդիրները հնարավոր է ի հայտ բերել։ Պետք չէ զբաղվել ինքնաբուժմամբ, չգիտեմ, հիմա ավելի շատ տարածված է համացանցին են դիմում, արհեստական բանականությանն են դիմում բուժման համար։ Դե օրինակ ցավը որ լինի, մարդը կմտածի պրսել եմ, չգիտեմ, ինչ եմ արել։ Այո, դե կա տենց այդպեսի բան, մրսել եմ, մի բան են չեմ կերել, դե նախկինում էլ ա եղել էլի։ Լինում են իհարկե այդպեսի դեպքեր լինում են, բայց էլ եմ ասում, ճիշտը պետքա դիմել բժշկի, պատճառը պարզելու համար, որովհետև տեսեք, դուք ցավի ժամանակ խմեք ցավազրկող, պարզապես ցավը քողարկում եք, բայց պատճառը չեք իմանում որն է, ինչից է ցավը սկսել։ Այս պոլիպները կարող ենք համարել ինչ-որ նախաքաղցկեղային Այո, պոլիպները դրանք պոլիպը դա նախաքաղցկեղային հիվանդություն է, գոյացություն է պոլիպը։ Դրա համար հայտնաբերելուց անպայման մենք միշտ խորհուրդ ենք տալիս հեռացնել։ Եթե հիվանդը հրաժարվում է փոքր չափի ուռուցքներ, ապա պարտադիր նշում ենք, եթե չես ուզում հեռացնել, գոնե 1.5 կամ 2 տարի անց պարտադիր նորից արվում է կոլոնոսկոպիա, որպեսզի հսկենք, դինամիկ հսկենք։ Այսինքն դրանք միշտ ունեն չարորականացման ռիսկ։ Ռիսկը կա, այո, միշտ կա։ Բայց լինում է, որ չեն հեռացնում եւ որևէ խնդիր չի առաջանում։ Իհարկե։ Լինում է 2 տարին մեկ անդադ գալիս է անում ենք, նույն չափի է, չի մեծանում, ոչ մի խնդիր չկա։ Կան նաև կեղծ պոլիպներ, որոնք լինում են բորբոքային խնդիրներից կապված, դեր ասած հայտնաբերում ենք, նաև բորբոքային խնդիր բուժվում է, գալիս նորից կոլոնոսկոպիանում պոլիպը չկա, ինքը վերանում է։ Այո, տենց էլ են լինում։ Ամենայն դեպս բոլոր պարագայում պետք է հսկողություն սահմանել, նորից կրկնակի անցնել հետազոտություն, որոշակի ժամանակը մեկ։ Դեպքերի մեծամասնությունը ավելի շատ հենց բարդ դեպքերն են, որ առաջացրել են չարորակա ուռուցքներ, թե հակառակը բարորակ։ Տեսեք, ավելի շատ նախկինում մեզ ավելի շատ դիմում էին արդեն բարդացած ուռուցքներով, արդեն մեծացած ուռուցքներով, երբ որ արդեն կար անանցանելիություն, երբ որ այնքան էլ արնահոսել արդեն կար անեմիա, բարձի թող վիճակներում, բայց վերջին տարիներում արդեն դրական դինամիկա կա, այսպես ասած, գալիս են արդեն փոքր, հենց առաջիսկ նախանշանի ժամանակ գալիս են հայտնաբերում ենք բավական փոքր ուռուցքներ։ Իսկ ինչքան փոքր է լինում ուռուցքը, այնքան հավանականությունը քիչ է, որ նա տարածվածություն կունենա, մետաստազներ, բուժման դրական արդյունքի հավանականությունը այնքան ավելի մեծ է։ Դեպքում առաջին ախտանշանը ո՞րն է, որին պետք է շատ Տեսեք, համար մեկը համարվում է արյունահոսությունը, արյունային արտադրությունը։ Դա կարա լինի դեֆեկացիայի ժամանակ, կարա դեֆեկացիայի հետ կապ չունենա, կարա լինի մուգ գույնի, կարա լինի ալկալմիր գույնի, կապ չունի, կա արյունային արտադրություն, գնում եք պրոկտոլոգի մոտ զննման։ Առաջինը դա արյունային արտադրությունն է։ Աղիների բորբոքումները կարող են պոլիպների առաջացման պատճառ դառնալ։ Այո, բորբոքման ժամանակ բորբոքային հիվանդություններ կան, որոնց ժամանակ բնորոշ է պոլիպների աճը։ Ռիսկային խմբում են, որ հասկեր կդառնան։ Ավելին ասեմ, կան աղիքային բորբոքային խնդիրներ, խոցային կոլիտ, կրոնի հիվանդություն, որոնք չբուժման պարագայում կարող են մալիգնիզացվել, վերածվել չարորակ գոյացության։ Ավելի շատ այդ դեպքում աղիների բորբոքման հետևանքով են մարդիկ գալիս, ասում ցավում է, բացահայտում են։ Տեսեք, երբ որ ցավ է լինում, ցավային բան է լինում, երբ որ հետազոտում ենք, դա ցավը դա բնորոշ է սպաստիկ, բոլոր աղիքային սպաստիկ բորբոքումներին։ Բորբոքվեց սպաստիկ կոլիտներին գրգռված հաստաղու համախտանիշ բնորոշ է իրեն, սպաստիկ ցավերը բնորոշ են։ Եթե ցավ չի նշանակում միանգամից ուռուցք, գալիս են հետազոտվում են, համապատասխան բուժում է նշանակվում։ Խոսեցիք սնունդից, ինչպիսի սնունդ չպետք է օգտագործեն, որպեսզի հետագայում չառաջանան պոլիպներ։ Տեսեք, հիմնականում այդ քիմիական հավելումներով, այդ ԳՄՕ-ներ, այդ հարուստ սնունդը հիմնականում այսպիսի մի հատ հետաքրքիր տենդենս կա, տեսեք, չարվորակ հաստաղ ու չարվորակ ուռուցքները, ինչքան զարգացած երկրներ այնքան ավելի հաճախ են հանդիպում, հիմնականում կախված այդ սննդի հետ։ Հնարավորինս պետք է աշխատել օգտագործել այդ բնական մաքուր, առանց ինչ-որ հավելումների։ Ու խուսափել միշտ խորհուրդ ենք տալիս, օրինակ խուսափել այդ արհեստական այդ գազով խմիչքներ, այդ ինչ որ հիմնական արհեստական են, օրինակի համար ասեմ չիփսեր, չիփս, կետչուպ, այդ կարգի բաներ, որոնք ամբողջությամբ քիմիական հավելումներ են։ Մաքուր բնական սնունդ, միրգ, բանջարեղեն,
Հնդկացավար ոստ։ Այո։ Բայց մեծ մասը սիրում է միս ուտել այդ դեպքում սեղանը վտանգ է, Իհարկե ոչ, սպիտակուցը վտանգավոր չէ։ Որովհետև հաճախ նշում են, որ հենց մսեղենն է հանգեցնում հաստատքի կասկերի առաջացման։ Չէ։ Հիմնականում ասենք շատ ժամանակ խորհուրդ ենք տամ, ասում ենք շատ վառած, սևացրած մի բան արեք երեք, բայց տեսեք, մարդկությունը երբ որ ստեղծվել է, մարդու առաջի կերակուրներից մեկը եղել է միսը։ Հում միս է կերել, չէ՞, մարդը քարի դարում։ Մարդկությունից եկել է մսով են սվել։ Միսը պարունակում է միսը սպիտակուց է, որը պարունակում է ամինաթթուներ էսենցիալ, որ ուրիշ ոչ մի սննդից օրգանիզմը չի կարող ստանալ։ Այսօր միսը պետք է։ Ցանկացած միս, խոզի միս, տավարի, հավի։ Խոզի միս, տավարի, հավի միս, ինչու ոչ։ Ճիշտ մշակված չի վնասում երբեք։ Այդ դեպքում որքանով է վնասակար սթրեսը։ Շատ։ Տեսեք, մենք խոսացինք, ասեցինք պատճառները, ցավ, փքվածություն, աղիքների բորբոքում, բայց այսօր ավելի հաճախ դա սթրեսի հետևանքն է։ Շատ հաճախ, որտեղ նյարդային համակարգը ուղիղ փոխկապակցված է աղիքների հետ։ Երբ որ նյարդային համակարգում խնդիր է ձեր ասած սթրեսներ ունենալ, ինքը շատ հեշտությամբ արտահայտվում է աղիների աշխատանքի միջոցով։ Լարվածությունից, սթրեսից մարդու մոտ կարող է հակառակը կամ լուծ լինել օրինակի համար, կամ հակառակը գնալ փորկապություն, ուղիղ կապ կա, այո։ Հիմնականում աշխատակցեր պետք է տանեն սթրեսի նվազեցման համար։ Այո, հանգիստը պետք է, միանշանակ։ Հաճախ հետազոտություններ կան, որ նշում են վիտամին D-ն նպաստում է, որպեսզի քաղցկեղը հաստ աղիքի նվազի, արդյոք այդպես է։ Տեսեք, դրա մասին կան հետազոտություններ, հոդվածներ կարդացել ենք, բայց հավաստի ասել չեմ կարող ասել։ Վիտամին D-ն ինքը շատ անհրաժեշտ վիտամին է։ Նույնիսկ որոշ գրականության մեջ այսօր D վիտամին չի հորմոն է համարվում, ինքը շատ անհրաժեշտ է իմունիտետի համար, իմունիտետը բարձրացնելու համար։ Իսկ բնական է, բարձր իմունիտետը հեշտ է պայքարում ուռուցքային բջիջների դեմ։ Բայց ուղիղ կոնկրետ չեմ կարող ասել, դրանք հետազոտություններ են, հոդվածներ կան այդպեսին։ Նույնը նաև կալցիումի վերաբերյալ։ Տեսեք, այդ վիտամին D-ն, կալցիումը, միներալներ են, որոնք օրգանիզմին պետք են, որոնք եթե ցածր են, պարտադիր չի ուռուցքային խնդիր, ինչ որ այլ խնդիրների առաջ են կանգնում։ Պետք է եթե հետազոտում ենք, անալիզներ ենք հանձնում, եթե մակարդակը նորմայից շեղված է, միանշանակ պետք է վերականգնել։ Իսկ վիտամին D-ն առավել եւս, որտեղ տեսեք, մենք վիտամին D-ն շատ քիչ ենք ստանում։ Այսինքն սնունդը, այն սնունդը, որ հարուստ է վիտամին D-ով, մենք շատ չենք օգտագործում, չկա մեր մոտ։ Եվ վիտամին D-ն հիմնականում ստանում ենք արևից, իսկ աշխատանքային ժամին մեզնից ոչ մեկ դուրս չի գալիս արևի տակ կանգնում։ Ժետ կեսօրվա արևը, որպեսզի համապատասխան ենք ստանանք։ Նորմալ եթե ստուգում ենք, եթե ցածր մակարդակը միանշանակ պետք է ընդունել եւ վերականգնել, բարձրացնել։ Եթե հայտնաբերում եք պոլիպներ, ապա բուժման ինչ եղանակներ կան, բացի վիրահատական։ Տեսեք, եթե հայտնաբերում ենք պոլիպները հիմնականում հայտնաբերում են կոլոնոսկոպիայի ժամանակ։ Հայտնաբերում են հիմա ապարատները այդ բոլոր այդ հնարավորություն ունեն, հեշտությամբ հեռացնում են այդ պոլիպը։ Երբ որ հիվանդը գնում է կոլոնոսկոպիա, միշտ խորհուրդ ենք տամ, ասում ենք, էնդոսկոպիստը երբ որ հարցնի, համաձայնվեք։ Պոլիպը տեսավ կտրում հեռացնում է ու վերջ։ Իր բուժման տարբերակը հեռացնելն է։ Իսկ մարդիկ ինչու են հիմնականում դժկամությամբ ընդունում այդ որոշումը վիրահատության։ Չէ, ասի այդքան դժկամությամբ են ընդունում, գիտեք ինչից է կախված, երբ որ հիվանդին բացատրում ենք իր մոտ առկա խնդիրը ճիշտ եւ չվիրահատվելու պարագայում ինչ բարդություններ կարա լինի, երբ որ բացատրում ենք, որ պետքա վիրահատվի բուժման տարբերակները եւ այլ, երբ որ բոլոր հարցերի պատասխանը հիվանդը ստանում է իրեն, հետաքրող համաձայնվում են։ Իսկ տեսեք, ուռուցքը հիմա սենց է, ընդհանրապես ուռուցքների վիրահատությունը այսպես է կատարում, գոյություն այսպիսի բան, կոչվում է օնկոբորդ, բոլոր հիվանդանոցներում դա կա, երբ որ հավաքվում են համապատասխան մասնագետներ, դա վիրաբույժն է, օնկոլոգն է, քիմիոթերապևտը, ճառագայթային թերապևտը, եւ որոշում է կայացվում։ Հիվանդը պետք է գնա վիրահատության հետո բուժման, նկատի ունեմ քիմիոթերապիա, ճառագայթային թերապիա, թե հակառակը կատարվում է սկզբից նախավիրահատական քիմիոթերապիա, ճառագայթային թերապիա, նեոադյուվանտ, թե հետո գնում վիրահատության։ Հավաքվում է բորդ խորհուրդ, որոշվում է տակտիկան ու ըստ դրա արդեն գնում է հիվանդի բուժումը։ Հիվանդին տեղեկացնում ենք, բացատրում ենք, եթե համաձայնվում ենք, գնում է այդ տարբերակով է գնում բուժումը արդեն։ Վիրահատությունից հետո հնարավոր է պոլիպների կրկնություն։ Տեսեք, ընդհանրապես երբ որ պոլիպները հեռացնում են կոլոնոսկոպի օգնությամբ, բոլոր էնդոսկոպիստները պարտադիր խորհուրդ են տալիս ամենակիչը 2 տարի անց նորից կրկնակի անցնել։ Այո,
կարա օրգանիզմը հակում ունենա առաջացնելու։ Կարա լինի, այո, կրկնվի։ Դրա համար միշտ 2 տարին մեկ պարտադիր ասում են եկեք նորից անցեք։ Իսկ որ դեպքում է կատարում աղիքի մասնատում։ Աղիքի մասնահատումը կատարվում է այն պարագայում ուռուցքների դեպքում։ Եթե հայտնաբերվեց ուռուցքը, հիվանդը անցնում է մի շարք հետազոտություններ, բացի կոլոնոսկոպիայից, կոմպյուտերային տոմոգրաֆիա, նաև հասկանում ենք, կա արդյոք ներաջ հարևան օրգաններ, տարածվածություն եւ այլ։ Երբ որ գնահատվում է, այսպես ասած, ռուսերեն ասած, օպերաբել, վիրահատական վիրահատության ենթակա է ուռուցքը, այսինքն հնարավոր է այն մաքուր հեռացնել։ Գնում ենք վիրահատության եւ աղիքի տվյալ հատվածը մասնահատվում է, հեռացվում է։ Ուռուցքի հետ միասին, ռեգիոնալ լիմֆատիկ համակարգի հետ միասին։ Եվ մարդու ամբողջ այդ մարսողություն եւ այլն ամեն ինչ վերականգնում է։ Տեսեք, ուռուցքը բնականաբար հեռացնելուց հետո հետ վիրահատական ռեաբիլիտացիոն կուրս է անցնում, սննդի միջոցով եւ այլն, նորից վերականգնվում է, այո։ Եվ ինչ անել, որպեսզի չբախվեն այս խնդրին։ Որպեսզի խնդրին չբախվել, առաջին գանգատի դեպքում այցելում ենք զննման։ Տեսեք, դուք չեք կարող ինչ-որ պրոֆիլակտիկ ասեմ, անենք, որ պոլիպ չառաջանա, չկա տենց բան։ Պարզապես պետք է, ելի եմ ասում, որոշակի տարիք 45-50-ից հետո միշտ խորհուրդ ենք տալիս պրոֆիլակտիկ անցնել կոլոնոսկոպիա, 1, եւ երկրորդը, մինչեւ այդ տարիքը, եթե կա գանգատ, ինքնաբուժումով չզբաղվել։ Զրույցի սկզբում նշեցիք, որ երիտասարդացել է խնդիրը, ինչով է դա պայմանավորված։ Երևակայի պայմանավորված է ստրեսների հետ կապված ավելի շատ, հիվանդությունների հետ կապված բորբոքային, աղիքային, սննդի հետ կապված երևի ֆակտորները շատ են։ Շնորհակալություն։ Ձեզ էլ շնորհակալություն։ Մենք զրուցում ենք Իզմիրյան բժշկական կենտրոնի բժիշկ պրոկտոլոգ Ռուբեն Թադևոսյանի հետ։